Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Առաքելյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օր։ Տեր Փարեն շատ բարդ օր էր երեկ, մայրաթոռի վրա արշավանքի ժամանակ ընթացքում ինքնազգացողության կտրուկ վատթարացում ունեցավ ձեր հոգևոր հովիվ եւ մեր բոլորի կողմից շատ սիրելի ու հարգված Տեր Վրդանեսը, նրան ստենտավորել են, սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, զրուցել եք իր հետ, ինչ վիճակում է հիմա, ինչպես է իրեն զգում։ Փառք Աստծո, վտանգն անցել է եւ մեր սիրելի Տեր հայրը, մեր եղբայրը իրեն լավ է զգում, գիտակցություն ունի եւ փառք Աստծո, որ կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկոյան ենք զրուցել եւ տեսել ենք մի պահ եւ հետո հեռախոսով ինքը զանգահարեց, որովհետեւ ինքը շատ բարի ու անհանգիստ լավ իմաստով մարդ ու նվիրյալ հոգեվորական, բայց ամենակարևորը հետեւյալն էր, որ երբ որ մենք իրեն մի պահ տեսանք, գլուխը բարձրացրեց այդ ամբողջ սարքավորումներով, ճշմարտ չափող այդ սարքավորումները իր վրա կպցրած, ինքը հետևյալն ասաց. ինչպես է վիճակը, եւ անհանգստանում էր մայր եկեղեցով։ Եվ այսօր էլ մենք մի պահ երեց կնոջ խոսքը լսեցինք, Վրդանես քահանայի, Տեր հայրի երես կնոջ խոսքը լսեցինք, որ ասաց Տեր հայրի խոսքը, որ հարցրել է ինչպես է վեհապարս։ Եվ երեսկին էլ ասում է, որ իր համար առաջին տեղը եկեղեցին է, հայրենիքը, նոր երրորդ տեղում մենք ենք։ Փառք Աստծո, ինքը լավ է զգում եւ վեհապար հայրապետի անմիջական վերահսկողության տակ է, բժիշկների հետ ուղիղ կապ ունի վեհապար հայրապետը եւ հսկողության տակ է։ 72 ժամ պիտի անցնի, կայուն է վիճակը, նոր արդեն լավ կլինի։ Երևի թե տուն գա, արդեն կանցնի իր բնականոն ծառայության։ Առողջություն ենք մաղթում Տեր Վրդանեսին։ Թող Աստված իրեն օրհնի, իր ընտանիքին, վստահ եմ, որ ինքը կառողջանա ու նորից մեզ մենակ չի թողնի, կվերադառնա մեզ։ Տեր Վրդանես, դուք ամենա թեժ կետում էիք մայրաթոռում ծավալվող իրադարձությունների կոնտեքստում, ինչ զգացողություններ ապրեցիք այդ օրը, արդյոք ակնկալում էիք նմանատիպ մի բան, երբ որ 10 եպիսկոպոսների անունից այդ հայտարարությունը տարածվեց, եւ երբ ոստիկանական զորքերը այդքան մեծաքանակ ժամանում էին մայրաթոռ, կարող էիք պատկերացնել, որ այդպիսի իրավիճակի ականատես կլինեք։ Առաջին զգացողությունը ու ցավը հետեւյալն էր, երբ որ մենք քայլում էինք երկու այսպես խմբերի միջով, հակադիր խմբերի միջով, արհեստական ստեղծված հակադիր խմբերի, որովհետև երկու կողմում էլ հայեր էին կանգնած եւ առաջին զգացողությունը ցավն էր։ Նույնիսկ եղավ պահ, երբ որ մայր տաճարի դռան դիմաց կանգնած էինք մենք հոգեվորականներով եւ հավատավոր շատ մեր եղբայրներն ու քույրերն էին, մի պահ ինքներս անձնատուր եղանք, մի պահ ինքներս մեզ անձնատուր եղանք եւ այդ բաղավոցների մեջ այդ ցավը նորից բորբոքվում էր։ Ինչու։ Եվ դա ես չեմ հիշում մեր եկեղեցու պատմության մեջ եւ ամբողջ հայոց պատմության մեջ, որ այդպիսի բան տեղի ունեցած լիներ։ Որ ազգությամբ հայը գրողի որ ազգությամբ հայը հայի դիմաց թշնամանքով տրամադրվի եւ ամենակարևորը ազգությամբ հայը բղավի վեհապար հեռացիր, իհարկե իրենք վեհապար բառը չեն գործածում, բայց իհարկե այդ բղավոցները խլացնում էին հավատավոր մեր քույրերն ու եղբայրները վեհապար վանկարկումներով։ Մեծ ցավ է, շատ մեծ ցավ է եւ առիթից օգտվելով ես ուզում եմ այն ճակերտներով ասած հակադիր կամ իրավիճակով ստեղծված հակադիր կողմում կանգնած մարդկանց հորդորել, որ հայ մարդը երկու կողմում չի կարող կանգնած լինել եւ վերադարձեք ձեր հոգու տուն, մի տրվեք որևէ, չգիտեմ, խոստում ասեմ, կարծիք ասեմ, որովհետեւ իրականում շատ տհաճ իրավիճակ է։ Մենք էլ ցավով ստիպված այսպես իրավիճակ էր ստեղծվել, որ պաշտպանում էինք հայից հայ եկեղեցի։ Սա սարսափելի
բան է մեզ համար։ Իսկ անսպասելի էր։ Տեսեք, մեր եկեղեցին ցավոք սրտի ունեցել է այս տարի հենց հունիսի 27 եւ այսօր ավելացավ դեկտեմբերի 18։ Բայց այն ժամանակ գոնե ուժայիններն էին գրողողների դերում։ Բայց արդեն մենք ցավոք սրտի այսպես իմունիտետ ձեռք բերեցինք, պաշտպանողական այդ զգացողություն, ասեմ թե ինչ, ձեռք բերեցինք եւ ասեմ սпасելի չէր, ճիշտ չի լինի, բայց այդ աստիճան ցավեցնող կոնկրետ ես չէի պատկերացնում։ Պիտի արձանագրենք եղածը, որ հայոց պատմության մեջ եղավ 2025 թվական դեկտեմբերի 18, որ հայ մարդը մայր տաճարում, մեր բոլորի հոգևոր կենտրոնում բղավում է, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոս հեռանա։ Տեր Փարեն, իսկ ոստիկանության գործելավոճը ինչպես եք գնահատում, թե ոստիկանության շարքերում էլ կային որոշակի սադրանքներ, իրականացնողներ կամ որոշակի կողմնակալություն էին դրսևորում այս կամ այն կողմից, հա, այդ մասնակիցների անվտանգությունը պաշտպանելու հարցում եւ այլն, որովհետեւ տեսանյութերից մի պահ երևում է, թե ինչպես են ոստիկանները մայր տաճարի դիմաց միջանցք ձևավորում, որից հետո վեհափառի հրաժարականը պահանջողներից ոմանք կարողանում են ներխուժել մայր տաճար։ Տեսեք, ես որևէ գնահատական տալ չեմ կարող։ Ձեր տեսածը տպավորություններով կարող։ Իմ տպավորությունը ավելի շատ դրական է, որովհետև ես չեմ պատկերացնում, որ այդտեղ ոստիկանները կանգնած չլինեն երկու կողմում, ինչ կլիներ, որովհետև երկու ստեկ չէ, մի կողմից էր այդ սադրիչ վիրավորանքները գալիս էին եւ մենք շրջում էինք ամենասկզբից մինչեւ վեհափառ հայրապետի գալը, մենք հոգեվորականներով շրջում էինք եւ խնդրում էինք մեր հավատավոր քույրերին եւ եղբայրներին, որպեսզի իրենք չտրվեն որևէ խոսքի եւ չպատասխանեն որևէ խոսքի, սադրանքի։ Այո, սադրանքի, որովհետեւ եթե կարելի այդ բառը ասել, որովհետեւ ընդունված բառ է, որովհետեւ ես ինքս լսել եմ, չեմ կարող ասել, ով չեմ տեսել, ուղակի հայհոյանք, ինչ որ սադրիչ խոսք, որին մեր հավատացյալները չէին պատասխանում։ Ուղղակի իրենք վեհափառ էին վանկարկում ի պատասխան այդ վատ խոսքերի։ Բայց նորից ասենք, անպայման ուզում եմ սա շեշտել, որ նույնիսկ դիմացի կանգնած այդ մարդիկ մեզ համար, հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար, վեհափառ հայրապետի համար օտարներ չեն։ Սա թող իրենք էլ իմանան, որ իրենք հայ եկեղեցու զավակներ են։ Իսկ եթե իրենք մերժում են այդ եկեղեցին եւ դեմ են դուրս գալիս եկեղեցուն։ Եթե մերժում են, իրենք են մերժում, եկեղեցին երբեք իր զավակին չի Այսինքն մերժում։ միշտ պատրաստ եք հետ ընդունել իրենց։ Եկեղեցին միշտ պատրաստ է իր զավակներին հետ ընդունելու եւ հենց այդ կոչով էլ վեհափառ հայրապետը երեք այդ աղմուկի մեջ հանդես եկավ, հորդորելով խաղաղ լինել, եղբայրասեր լինել եւ հորդորելով, որ բոլորը վերադառնան կանոնական դաշտ եկեղեցու տրամաբանության մեջ եւ բոլոր հարցերը լուծվեն այդ տրամաբանության մեջ։ Իհարկե ամենավերջում եղավ պահ, որ մենք վտանգ զգացինք, որ որոշակի բախտախնդիրներ ցանկացան մտնել մայր տաճար, բայց իհարկե դա իրենց չհաջողվեց, ի պատիվ մեր քրիստոնյա զավակների, եղբայրների եւ քույրերի։ Մեկը նաեւ Թալինի քաղաքապետն էր, այո։ Տեսանյութերի մեջ երևում է ագրեսիվ արք էր դրսևորում։ Ցավում ենք, որ այդպես եղավ։ Ցավում ենք, որ այդպես եղավ, եւ մենք բոլոր հայհոյողներին օրհնում ենք եւ բոլոր հայհոյողներին ասում ենք, որ դուք ինքներդ ձեզ եք վնասում։ Մանավանդ մայր տաճարի մուտքի մոտ, մայր տաճարի պատի տակ ուղակի մեղմ ասած չի կարելի։ Յուրաքանչյուր քրիստոնյա մարդ, մեր մայրերը, երբ որ երեխային եկեղեցի են բերում, եկեղեցու մուտքի մոտ ասում են լուր մնա։ Լրությամբ մտնում եք եկեղեցի։ Ես ինքս այդպես եմ մեծացել եւ շատ քրիստոնյաներ այդպես են մեծացել։ Հիմա էլ նույն տրամադրվածությամբ եկեղեցի պիտի մտնես։ Ոչ թե
կանգնես, հայհոյես, բղավես, կոչեր անես, անձի զբաղեցրած դիրքը ոչինչ չի նշանակում։ Այդ նույն արարքը կարող են տարբեր մարդիկ գործել։ Ընդհակառակը, որքան բարձր դիրք է զբաղեցնում, այնքան մեծ է պատասխանատվությունը հանրության առաջ։ Այո, ինչքան դու բարձր ես, այո, այդպես է, ինչքան որ դու պաշտոն ունես, այնքան դու պիտի ի վերջո դա քրիստոնեական մոտեցում է։ Իրավունք չունի որևէ մեկը, ես տեսել եմ տեսանյութերից, այնտեղ հայհոյանքներ են հնչում։ Մայր տաճարի դռան մոտ։ Մայր տաճարի դռան մոտ հայհոյանքներ են հնչում եւ հայհոյանքներ հնչեցնողներին մենք չենք սպառնում, չենք զգուշացնում, ասում ենք մենք ձեզ օրհնում ենք եւ նորից մնում ենք մեր պինդ կարծիքի վրա, որ դուք ունեք երկու խոսք ասելու. հայր, մեղահերկինս եւ առաջիքո։ Եթե բան ունեն ասելու, դա ներողություն բառն է։ Այսինքն այդպիսի պահվածքով աչքին գնող մարդիկ փորձում են եկեղեցի մաքրագործել իրենց ասելով։ Այդպես է ստացվում։ Մի մեծ սխալի մեջ են մարդիկ, ովքեր որ մտածում են եկեղեցին պիտի մաքրագործեն։ Չէ, հետաքրքիր է, որ նման կոչով հանդես են գալիս մարդիկ, ովքեր չգիտեն, որ եկեղեցին որոշակի իրենից պահելաձև է ենթադրում գոնե։ Այո, մի մեծ սխալի մեջ են, բացի այդ պահելաձևից, բացի այդ կարգ ու կանոնից, մենք նամանավանդ այն մարդիկ, ովքեր որ կոչեր են անում եկեղեցին մաքրագործելու, մի մեծ սխալի մեջ են, ցավոք սրտի։ Իրենք եկեղեցուն վերաբերվում են, մտածում են, որ եկեղեցին մի կառույց է եւ զուտ ազգային կառույց է կամ պատմական կառույց է։ Մենք մշտապես ասել ենք, որ եկեղեցին աստվածահիմն կառույց է։ Եվ եկեղեցին կարող է մաքրել միայն Սուրբ Հոգին։ Եվ Աստված գիտի ինչպես մաքրագործել իր եկեղեցին։ Մարդը մեղքերով լեցուն, հայհոյախառն լեզվով, ոչ քրիստոնեական պահվածքով չի կարող հայտ ներկայացնել եկեղեցին մաքրագործելու։ Այդ սխալի միջից պիտի դուրս գան մարդիկ, որովհետև եկեղեցին նորից ասենք հիմա մաքրագործվելու կարիք չկա։ Հիմա տեսեք նպատակներին եթե նայենք։ Հասարակ ժողովրդին, որ հարցնենք, որ ասում են եկեղեցին պիտի մաքրագործվի, եկեղեցին ղեկավարվում է դրսից, նույնիսկ վեհապար հայրապետի հասցեին են, չէ՞ ասում, որ օտար երկրի գործակալ է եւ այլն։ Բայց հաստ չունեն, իրավապահ համակարգում գործառուցված չէ։ Դատարկ հայտարարություններ։ Ինչպես է արտահայտվում դա։ Դուք ցույց տվեք մի հայ հոգևորականի, որ իրեն հանձնված, վստահված համայնքում հոտում օտար աստվածաբանություն է անում, օտար եկեղեցու հայրերի է հրամցնում, օտարալեզու աղոթք է կարդում, բոլոր քահանաները ամենահամեստ աստիճանից մինչև ամենաբարձր ավետարան են քարոզում եւ հայ եկեղեցու սուրբերի գրվածքներն են քարոզում։ Երբ որ մենք մի խոսք ենք ասում, դա պիտի կարողանանք ապացուցել, պիտի դա արտահայտվի տարիների ընթացքում։ Եվ դա էլ գալիս է, չգիտեմ ինչ նպատակներից, եկեղեցին խարխլելու նպատակներով, եկեղեցին թուլացնելու նպատակներով, ես չեմ կարող ասել։ Իրենք ասում են նոր կաթողիկոս ընտրենք։ Նոր կաթողիկոս ընտրելու կարիք չկա։ Քանիցս ասել ենք, այսօր էլ կկրկնենք, որ ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II-ն է եւ վեհապար հայրապետը իր պաշտոնին է մնալու մինչև իր կյանքի վախճանը։ Եվ մենք աղոթում ենք, որ վեհապար հայրապետին Աստված երկար եւ առողջ տարիների կյանք պարգևի։ Այս վերջին տարիներին վեհապար հայրապետի գահակալության ժամանակ մարդկանց հոգևոր կյանքը օրեցօր միմիայն բարելավվել է։ Շրջեք մարզերով, շրջեք գյուղերով, շրջեք համայնքից համայնք Նաև Սփյուռքում հայապահպան հսկայական ուրեմն թվով նախագծեր է կյանքի կոչել, նաև իրեն շինարար են ասում։ Այո, որովհետև վեհապար հայրապետի ժամանակ 300-ից ավելի եկեղեցիներ են կառուցվել։ Ոչ միայն եկեղեցիները, կրթօջախներ, տարատեսակ միջոցառումներ։ Հիմա ամեն մի
խումբը, եթե այսպես ասենք, ունի իր օրհնության օրը։ Օրինակ վեհապար հայրապետի օրոք է, որ Ծաղկազարդի օրը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Ապրիլի 7 հավետման տոնը հռչակվել է որպես մայրերի օրհնության օր։ Տեր Փարեն, նորից վերադառնալով 3 մայրաթոռում տեղի ունեցածին, ինչով եւ որքանով էր կարեւոր վեհապարի եկեղեցի մտնելը, ժամերգություն անցկացնելը, նաեւ ելույթ ունենալը, որովհետեւ ներկաներից շատերը չէին էլ սպասում, որ այդ լարված իրավիճակում վեհապարը դուրս կգա եկեղեցի։ Կարծում եմ այդ ասողները, որ մտավախություն ունեին, որ վեհապարը դուրս չի գա, մի պահ փորձել են մտածել վեհապարի փոխարեն, այդ միամիտ միտքն են ունեցել եւ մտածել են, որ վեհապար հայրապետը միգուցե դուրս չգա, որպեսի լարում չլինի։ Բայց հիմա փորձենք վեհապար հայրապետի թույլտվությամբ մտածել իր տեսանկյունից նայել։ Վեհապար հայրապետը դուրս չէր գալիս պատերազմի դաշտ։ Վեհապար հայրապետը դուրս էր գալիս եւ դուրս եկավ իր զավակների մոտ։ Իմիջիալից երկու կողմերի։ Դա փաստում է այն արարքը, որ վեհապար հայրապետը դուրս գալուց հետո, շամերգությունից հետո, օրհնում էր ոչ միայն իր աջ կողմում կանգնածներին, այսինքն իրեն աջակցելու եկածներին, աջ եւ ձախ կողմում կանգնածներին։ Վեհապարը օրհնել է նաեւ իր դեմ հայրապետը օրհնում էր աջ եւ ահյակ կողմում կանգնած իր զավակներին։ Իր խոսքը գործով 3 ապացուցվեց։ Վեհապար հայրապետը դուրս եկավ իր զավակների մեջ, գնաց կանգնեց իջման սուրբ սեղանի առջև աղոթք արեց, ժամերգությունը գլխավորեց, օրհնեց եւ դուրս եկավ իր զավակների միջով, իր քահանա, սարկավակ եւ միաբան զավակների ուղեկցությամբ գնաց եւ հասավ վեհարան, մեր բոլորի տուն, վեհապար հայրապետի տուն։ Ընդհանուր եկեղեցու համար, եթե ընդհանուր ազգի համար, եթե դիտարկենք, սա ավելի շատ մեծ ցավ էր եւ ընդհանուր առմամբ փոքրիկ պարտություն։ Ինչու? Որովհետեւ հայը հային վիրավորում էր։ Ինչու? Որովհետեւ մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում հայոյանք է հնչել։ Որևէ մեկը չի անդրադառնում, կամ անդրադառնում են, սրտացավ մարդ անդրադառնում է, բայց պիտի խորամուխ լինենք այս հանգամանքին։ Մայր տաճարի բակում հայ մարդը հայհոյել է։ Դա նշանակում է ինչ որ իմաստով բղծել կամ ինչ որ իմաստով փչացնել ինչ որ մթնոլորտ։ Եվ այդ հայհոյողին նորից վեհապար հայրապետը օրհնեց։ Տեսեք մեծությունը։ Թող բոլորը տեսնեն այս մեծությունը, նույնիսկ այն կոչ անողները։ Դու հայհոյում ես, ինքը քեզ իր սուրբ խաչով օրհնում է։ Միգուցե մարդիկ մտածեն, որ սա ինչ-որ ավանդույթային բան է, թեթև բան է, պիտի այդպես ան, բայց այդպես չէ։ Վեհապար հայրապետը մեզ հորդորեց ժամերգության ժամանակ, որ խնդրեց, որ դուրս գանք մարդկանց ասենք վեհապար չվանկարկեն, որպեսի աղմուկ չլինի, որպեսի աղոթքը հնչի միայն։ Մարդիկ պիտի ճանաչեն իրենց հոգևորականներին, վեհապար հորը պիտի ճանաչեն։ Եկեղեցու մեջ չկա ես ու դու։ Ովքեր որ ստեղծել են այդ ընդդիմադիր դաշտերը, իրենք պիտի պատասխան տան։ Ամեն դեպքում եկեղեցին չի ստեղծել դա, վեհապարը չի ստեղծել դա, վեհապարը միշտ հավատարիմ է հայ առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթներին, սրբազան ավանդույթներին։ Հրապարակ օրաթերթի հետ հոգևորականներից մեկը զրույցում նշել էր, որ հենց վեհապարի սառը դատողությունն ու սառնասրտությունն այս իրավիճակին միգուցե այո ցավով է դիտարկում, բայց սառնասրտորեն է վերլուծում իրավիճակը, հենց դա նպաստեց, որ 3 բախումներ չգրանցվեին մայրաթոռում, այսինքն հաշվարկում է նաև վեհապարը բոլոր այն հնարավոր զարգացումները, որ կարող էին լինել, որովհետև տարբեր փորձագետներ վերլուծություն են կատարում, ասում են ոստիկանները չափից դուրս մեծ թվականակով էին այնտեղ, հատուկ ձերբակալվածներին տեղափոխելու համար 2 մեքենա էին բերել եւ այլն, եւ այս ինչու պետք է իրենք ենթադրեին, որ բախում պետք է լիներ, հատկապես որ 10 Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի եւ Արշակ Սրբազանի բնորոշմամբ 10 դիրադավների կարող եմ ինձ թույլ տալ այդպես այո կրկնել իրենց բնորոշումը 10 դիրադավ
իրավների հայտարարության մեջ չկար, որ հարձակվելու են, կոտրելու են, ջարդելու են, այո, ուղղակի ասել էին հավատացյալ ժողովուրդ, եկեք այստեղ ժամը 5-ին։ Սա արդյոք խոսում էր այդ մասին, որ իրենք այնուամենայնիվ ակնկալում էին բախումներ։ Որ ակնկալում էին բախումներ, դա ակնհայտ է, դա երևում էր հենց ոստիկանական այդ մեքենաներից, ոստիկանների մեծաթիվ այդ խմբից, բայց այստեղ կա նաև մի շատ կարևոր բան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայտարարությունը մինչև ժամերգությունը, մինչև հավաք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կոչ արեց զսպվածության։ Եվ շնորհակալ ենք մեր ժողովրդից, որ այդ կոչին անսացին։ Այստեղ էլ արձանագրենք շատ մի կարևոր բան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ի գլուխ ունենալով ամենայն հայոց հայրապետին կոչ արեց եւ ժողովուրդը այդ կոչը լսեց։ Ուրեմն այս ընտանիքը ապրող եւ գործուն ընտանիք է, որևէ բան թող չասեն։ Ուրեմն վեհապարը իր տեղում է եւ ընտանիքը ապրող, շնչող, գործող ընտանիք է։ Իսկ մյուս կողմը թե հայտարարեցին, թե պիտի գանք։ Ուրեմն իմ համեստ կարծիքով, եթե դու նամակ ունես հանձնելու, տարբեր կերպ կա նամակ հանձնելու։ Կարող ես բանագնաց բառը թույլ կտամ ինձ օգտագործել, բանագնացով նամակը ուղարկես։ Տեղը բոլորը գիտեն։ Հիմա այսպեսի մի հռետորական հարց։ Ինչու ես հայտարարում, որ ես գալու եմ այսինչ ժամին եւ նամակ եմ տալու։ Մանավանդ այս լարված ֆոնի վրա։ Եվ ինչու ես մարդկանց կանչում։ Ինչու ես մարդկանց կանչում եւ ինչու ես հայտարարում ժամ, որ ես գալու եմ եւ նամակ Ակնարկում եք, որ սա դրանք էին պլանավորում։ Որևէ բան չեմ ակնարկում, ակնարկում եմ, որ զգուշություն չկար այստեղ, պետք էր լինել զգուշավոր։ Բայց փառք Աստծո չեղավ դա, հայը հային չխփեց, հայոյեց, բայց չխփեց, եւ սա էլ այո, քիչ առաջ որ ասացինք, հաղթանակ էր, բարոյականության հաղթանակ էր եւ նորից մեր հավատավոր քույրերն ու եղբայրները ցույց տվեցին իրենց զսպվածությունը, հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ։ Փոխարենը ադրբեջանցիները մեծ ուրախությամբ, խանդաղատանքով հետևում էին տեղի ունեցողին։ Այո, մեծ ցավ էր նաեւ դա, մենք երեկոյան ուշ երեկոյան ես ինքս տեսա դա, որ ամոթ ցավ չէր կարելի սա անել։ Բայց մի ուրախալի բան էլ ասեմ ես։ Ուրեմն այսպես ճակերտներով ասած հակադիր կողմի մարդիկ, երբ որ մենք նայում էինք, այդ բղավողները մի քանի հոգի էին։ Չգիտեմ ինչ նպատակներ ունեին այդ բղավողները։ Նորից այդ բղավողներին մենք ասում ենք դուք մեր զավակներն եք։ Երբ որ դարձի գաք, մենք պատրաստ ենք ձեզ ընդունելու։ Բայց մնացած հավաքված մեր հայրենիները լուր էին եւ երբեմն գլուխները կախում էին, ոմանք ժպտում էին, ոմանք չգիտեին ինչի համար են եկել այդտեղ։ Այսինքն նրանք ոչ թե գաղափարից ելնելով էին եկել, այլ պարտադրված։ Միգուցե։ Այնինք շատերը չգիտեին ինչու են եկել, ինչ պահանջով։ Միգուցե, որովհետեւ եթե իմանային գոչեին, բոլորը կգոչեին, չէ։ Ես հիմա կոչ չեմ անում, որ գոչեն, չեմ սովորեցնում, որ մյուս անգամ գաք կգոչեք, չէ։ Ճիշտ եք պահել ձեզ։ Բայց մյուս կողմը, որ եկել էին ուխտի, իդեպ մենք չենք ասել այսին ժամին եկեք, մենք ուղղակի ասել ենք այսին ժամին ժամերգություն է լինելու։ Եվ ինքնաբուխ մարդիկ եկել էին եւ միաբերան ամեն հայի սրտից բխած երգն էին երգում եւ միաբերան միահամուր կերպով վեհապար էին վանկարկում եւ միաբերան եւ միահամուր կերպով տերունական աղոթքն էին անում։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր իրենց խղճի դեմ գնալով են եկել, մենք խնդրում ենք մյուս անգամ այդպիսի բան մի արեք, որովհետեւ նորից վերստին ասում ենք, խնդիրները լուծելու հազարավոր քաղաքակիրթ ճանապարհներ կան։ Դա չէ ճանապարհը։ Մի վնասեք ձեզ ուղակի։ Դա որովհետև իրենք իրենց մեղքի հետ մենակ են մնալու, այո։ Մարդը ի վերջո իր Աստծու հետ պիտի արճակատվի։ Բայց մարդուն մշտապես հնարավորություն տրված է։ Մեր եկեղեցին Հիսուս Քրիստոսի պատգամը կրողն է։ Ինչու է այսպես պինդ,
որովհետև Քրիստոսի խոսքը կա, ասում է իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Մեր եկեղեցին գիտի, թե որտեղից է եկել եւ ուր է գնում։ Այդ ընթացքում շատ խմբեր, շատ մարդիկ, ովքեր չգիտեն, թե որտեղից են եկել եւ ուր են գնում, կգնան։ Տեր Փառեն, երբ որ դեռևս եպիսկոպոսի եւ arczepiskopոսի կոչում ունեցող եւ Նիկոլ Փաշինյանին աջակցող 3 թե 4 հոգեվորականները, դեռևս հոգեվորականները ժամանեցին Մայրաթոր, նրանց պաշտպանում էին երիտասարդների խմբեր, ընդ որում այնպիսի ձևով, որը ավելի շատ հատուկ է ոստիկանության զորքերի մարտավարությանը, երբ որ շղթա են կազմում կամ կենթանի պատ են ասում, եւ լրագրողներից մեկն էլ ասաց, որ դուք ԱԱԾ-ի աշխատակիցներ եք եւ այլն, իրենք ինչ-որ հայտարարություն փորձեցին անել ռուպրով, բայց որը ուղղակի չլսվեց, որովհետև վեհապարին աջակցելու եկած անձանց վեհապար վանկարկումները խլացնում էին։ Ու նրանք հետ գնացին ընդհանուր ինչ-որ մեքենայով, այս ամեն ինչը, որ նայում եք իրենց լրագրողների հարցերին պատասխանելու տոնայնությունը, ձևը, բառապաշարը, ինչի մասին են խոսում։ Իսկապես այս մարդկանց կոմպրոմատներն են ստիպել այդ քայլին գնալ, թե միգուցե իրենք հոգու խորքում հենց այդ հայացքներն էլ ունեցել են, հիմա հարմար ժամանակ է ստեղծվել, հարմար պայմաններ դրանք ներկայացնելու կամ բարձրաձայնելու համար։ Թույլ տվեք ձեր հարցին այսպես պատասխանել։ Բոլորովին շատ քիչ ժամանակ առաջ, մի ամիս, 2 ամիս առաջ, երբ որ ընդհանրական աղոթք էր լինում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, այդ նշյալ եպիսկոպոսները, սրբազան հայրերը նորից քայլում էին դեպի Մայր տաճար, բայց այլ կողմից եւ այլ կերպ։ Այսինքն իրենք քայլում էին վեհապար հայրապետի դիմացից, փիլոնը իրենց ուսին գցած, սարկավագների սպասավորում այդ վայելած, ժողովրդին օրհնելով եւ ժողովրդից դրական խոսքեր ստանալով։ Կենտրոնով վեհարանից Մայր տաճար։ Ես ասացի, որ վեհապար հայրապետը կենտրոնով եկավ եւ կենտրոնով գնաց։ Իսկ 3 նույն մեր սրբազան հայրերը այլ կողմից եկան պատի տակով եւ պատի տակով գնացին։ Վեհապար հայրապետի հորդորը, որքանով որ ես հասկացել եմ, այդ է, որ վերադարձեք կանոնական դաշտ, եւ ես մտածում եմ, որ հնարավորություն է տրված մեր սրբազան հայրերին, որ հաջորդի ոչ թե այդտեղով քայլելով գնան, այլ հենց կենտրոնով վեհապար հայրապետի դիմացով։ Այդ թե ինչպես եկան, ինչպես գնացին, իհարկե մեզ համար տհաճ էր, ճիշտ չէր, անկեղծ ասած երեկոյան շատ ուշ ենք տուն հասել եւ ծառայության բերումով չենք հասցրել, ինչքան որ դիտել ենք, տեսել ենք, թե ինչպես եկան, ինչպես գնացին, ամեն դեպքում դա տհաճ տեսարան էր, չէինք ուզի, որ այդպես լինի։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այդ եպիսկոպոսների հայտարարությանը ասել էր, որ ինքը չի ուղղորդում, բայց աջակցում է։ Ինչպես եք վերաբերվում նման դիրքորոշմանը ու արդյոք հավատում եք, որ իսկապես Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ, քննարկումներ չի ունենում կամ միգուցե ինքն է հուշում։ Ես չեմ ուզում մտնել ենթադրությունների դաշտ։ Կարող ենք շատ բան ենթադրել։ Մի բան կարող եմ ենթադրել հիմա մի կարծիք արտահայտել, որ դա ծրագրած էր կային ինչ-որ գործողություն անեին եւ գնային։ Այս դեպքում եկան հայտարարությունը կարդացին եւ որը այդպես էլ անլսելի մնաց։ Այո, որովհետեւ ես ասացի ժողովուրդը լսեց վեհապարի կոչին, չմոռանանք այն երկուստեք գեղեցիկ կատարված երևույթը, զուսպ եղեք եւ ժողովուրդը զուսպ եղավ։ Ուրեմն ինչպես է կարծում այդ մարդը, որ լսում է վեհապարին, պիտի լսի վեհապարի հրաժարականը պահանջողին, չի կարող այդպես լինել։ Եվ բնականաբար այդպես եղավ։ Նախկինում Տեր Տարոն, այժմ Վարդան Հունանյանը հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ Մայրաթորում թվապես գերազանցում էին վեհապարի հրաժարականը պահանջողները եւ որ անընդհատ լսվում էր վեհապար հեռացիրը։ Դուք նշեցիք, որ այդ վանկարկումներով աչքի ընկնողները ընդամենը մի քանի հոգի էին։
Վարդան Հունանյանը իր ցանկացածն է տեսել ու լսել, թե աղճատում է իրականությունը։ Մեկ անգամ ասել ենք հետևյալ արտահայտությունը, ասելն այլ բան է, իրականությունը բոլորովին այլ բան։ Ես գոհորդորեմ, որ մարդիկ ուղակի համացանց մտնեն եւ տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք սա տեսեք տարբերությունը որն է։ Առանց անձնավորելու, առանց անդրադառնալու մարդկանց գիծը նայեք, հայ եկեղեցու մտածելակերպի եւ հայ եկեղեցու դեմ պայքարողների մտածելակերպեր, երկու մտածելակերպեր։ Մենք ասում ենք մեզ համար ցավ է։ Մենք օրհնում ենք դիմացինին, մենք չենք հաշվում մարդկանց, որովհետեւ դա վիրավորական է մարդկանց նկատմամբ։ Իսկ դիմացինը ասում է բոլորովին այլ բան։ Մտածողություն, նայեք, թե ով է արտահայտել, այդքան էլ կարևոր չէ։ Միգուցե դերաբաշխում է եղել եւ ինքը պիտի արտահայտել։ Չեմ կարող ասել, չմեղադրեմ։ Ասում են, մեր ձայնը բարձր էր եւ մենք ավելի շատ էինք։ Հիմա գիտակից մարդը թող թղթի վրա գրի այս երկու կարծիքները եւ անկեղծորեն որոշի, որ կողմն է վե եւ ճշմարտությունը կրող մտածելակերպ այսպես։ Մենք չենք ուրախանում, որ մենք շատ էինք ցեզանից, մեր ձայնը բարձր, մենք ասում ենք ցավեր։ Մեր հավատավոր ժողովուրդը գոչեց լրացնելու հայոյանքն ու հերացիր խոսույթը, գոչումը, իսկ նորից այդ գանք վեհապար հայրապետը նորից խնդրում էր, որ նույնիսկ այդ վեհապար վանկարկողները լռեն, որ աղոթքը հնչի։ Հիմա թող հերոստադիտողը եւ մտածող մարդը դատի երկու մակարդակները։ Լավ, դուք 500 հոգի չէիք, 10,000 հոգի էիք, ուրախալի է ձեզ համար։ Որն է դրա ուրախալին։ Դե Այն, որ հարյուրավոր հոգևորականներ երեք վեհապար հայրապետին աջակցում էին եւ մենք որդի ենք մեզ համարում մեր հորը, որ ցավեցնում եք այդ հոգևորականներին, դա եք որպես հաղթանակ որակում։ Վարդան Հունանյանը դա որակում է Աստծո միջամտությամբ բարի գործ։ Արդեն այստեղ մենք սկսել ենք ոչ թե մտածել վեհապարի փոխարեն, այլ սկսել ենք մտածել Աստծո փոխարեն։ Այդպես է ասում իր խոսքում։ Ուրեմն իրականությունը այլ բան է, խոսքը լրիվ այլ բան։ Մանավանդ որ կարգալույց հրճակված անձը այդ բարերը արտաբերում։ Ես առանց թշնամանքի, առանց որակումի եմ ասում, որովհետև երբևէ որևէ մեկին ոչ վիրավորել ենք, ոչ վիրավորում ենք, ոչ կվիրավորենք, ասում ենք, սիրելի ժողովուրդ, մարդիկ, մտածող հայ մարդ, տես ու համեմատիր, տես քո վիճակը եւ դիմացինի վիճակը։ Մենք չենք հաշվում մարդկանց։ Եղել են դեպքեր, որ մենք պատարակ ենք մատուցել եւ 2 հոգի է եղել պատարակին։ Հեռավոր գյուղերում պատարակ չի եղել, միգուցե ավելի զորավոր է եղել։ Ինչու եք հաշվում մարդկանց։ Հատկապես երբ որ իրականում տեսախցիկները ֆիքսել են, որ շատ փոքրաթիվ էին։ Այդքան կարևոր է, ուրեմն այդ մարդիկ թող մտածեն, որ իրենց հաշվում են։ Մի հաշվեք մարդկանց։ Ով է մարդուն թույլ տվել հաշվել մարդուն։ Ինչ է նշանակում սա։ Դա իրենք են թեման բարձրացնում թվի։ Տեր Փարեն նաև տեսակետներ կա, հատկապես փորձագետներն ու քաղաքագետները նշում են, որ այսքանով չի սահմանափակվելու, մայրաթոռը նորից հարձակումների է ենթարկվելու։ Արդյոք պատրաստ եք դրան, արդյոք վեհապարը կկարողանա դիմադրել եւ դուք հոգեվորական եղբայրությամբ կկարողանաք միայնակ դիմադրել։ Այս բոլոր սցենարները քննարկվում են արդյոք, մտածում եք այդ ուղղությամբ թե ոչ, թե պետք է նաեւ հավատավոր ժողովրդի աջակցությունը։ Նույն Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են ասում, որ մենք հասնելու ենք, որ իրենք ավազանի անունով են դիմում, բայց վեհապարի հրաժարականին նոր կաթողիկոս են ընտրելու ունենալու։ Թե ինչին են հասնելու, մեզ համար շատ պարզ է, որ այս արշավը որևէ տեղ չի տանելու, որովհետև նորից պիտի ասենք վեհապար հայրապետը մինչև իր կյանքի ավարտ մնալու է վեհապար հայրապետ։
Մի քանի անգամ կարծիքներ են հնչել մեր եղբայրների կողմից, որ վեհապար հայրապետը որտեղ էլ լինի, ինքը վեհապար հայրապետ է։ Նկատի ունեք նույնիսկ ձերբակալության մասին տարածված լուրերը։ Չեմ էլ ուզում նույնիսկ մտքի սայրով անցկացնել, դա նույնիսկ այդ դեպքում։ Մարդկայնորեն մտածում ենք, որ միգուցե այդպիսի բան լինի, բայց խոսենք փաստերով։ Այսօրվա երեկվա ժամերգությունից առաջ վեհապար հայրապետը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, զսպվածության։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ նորից զսպվածության կոչով եւ հանդես ենք գալու եւ ապրելու ենք։ Եվ հիմա էլ ես որպես պարզ քահանա ասում եմ, ինչի համար համեմատեցինք այդ երկուսը։ Որ մենք մեկ մեծ ընտանիք ենք, որ ասում են ժողովրդի հավատավոր հոտի աջակցություն, ում դեմ, եկեք մտածենք։ Չգիտեմ դիմացի կողմը ինչ է մտածում, բայց մենք հստակորեն ասում ենք, եթե մարդը ծնվել է որպես հայ, ինքը հայ առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ է։ Եվ չի կարող լինել այդպիսի մտածելակերպ։ Չի կարող լինել հայ մարդու մոտ այդպիսի նպատակ։ Իսկ եկեղեցին պատրաստ է իր սրբությունները պահել ամեն գնով։ Եկեղեցին պինդ կանգուն է մնալու եւ երբեք էլ ինքը չի պարակտվելու եւ երբեք էլ ինքը չի թուլանալու, ընդհակառակը ավելի ուժեղանալու է ոգով, ֆիզիկապես եւ իր գործողությունը, գործունեությունը ծավալելու ու տարածելու է իր զավակների մեջ։ Իսկ սրբազանները, որոնք վեհապարի հրաժարականով են պահանջով են հանդես գալիս, երբ են կարգալույց արվելու, դա բոլորին է հետաքրքրում։ Ես չեմ կարող ասել, մենք ուզում ենք կարգալույց չլինեն։ Այսինքն շարունակեն եկեղեցու Մենք ուզում համար ենք, որ մենք բոլորս վեհապար հայրապետի գլխավորությամբ ուզում ենք, որ մեր սրբազանները գան կանոնական դաշտ եւ հենց այդ հայտարարությամբ էլ հանդես եկել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, կանոնական դաշտ եւ որպեսի մեր եկեղեցին իր ընթացքը չխաթարի, չվնասվի թեկուզ մի փոքր, այնուամենայնիվ միշտ եկեղեցին իր ուղով սրբազան ավանդույթի վրա հիմնված շարունակելու է, բայց վեհապար հայրապետն էլ ես կարծում եմ ու վստահ եմ չի ուզի, որ կարգալույցը լինի։ Տեր Փառեն, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։